Իրանը կոշտ նախազգուշացում է հղել հարևան երկրներին։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է հարվածել նավթատար լցանավերին ոչ միայն Հորմուզի նեղուցում, այլև Պարսից ծոցից նավթի արտահանման այլ ծովային ուղիներում, եթե տարածաշրջանի երկրները միանան Միացյալ Նահանգների հայտարարած Թեհրանի դեմ տնտեսական ճնշմանը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ աննախադեպ տնտեսական պատերազմ սկսելու մասին և դաշնակիցներին դրան միանալու կոչ էր արել։ Վաշինգտոնի սպառնալիքներին զուգահեռ Իրանը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է նաև տնտեսական ճնշմանը դիմակայել։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Հոսեյն Մոհեբին հայտարարել է. Իրանը պատրաստ է հակազդել Միացյալ Նահանգների ցանկացած թշնամական գործողության։ Նրա խոսքով Թեհրանը կարող է տնտեսական հարաբերություններ զարգացնել այլ երկրների հետ և այդպիսով մեղմել ամերիկյան ճնշումների հետևանքները։ Մոհեբին նաև պնդել է, որ տնտեսական գործողությունների մասին Թրամփի հայտարարությունը վկայում է ռազմական հակամարտությունում Վաշինգտոնի պարտության մասին։ Այս ֆոնին Թեհրանը նաև դիտարկում է տարածաշրջանային դաշինքների ընդլայնման հնարավորությունը։ Իրանը պաշտոնական հրավեր է ստացել միանալու Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված Մեքքայի համաձայնագրին։ Թեհրանի իշխանություններն այժմ քննարկում են առաջարկը։ Իրանի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ տարածաշրջանային երկրների միջև անվտանգության ընդհանուր համակարգի ստեղծումը կարող է համապատասխանել Իրանի շահերին։ Թեհրանը միաժամանակ շարունակում է պնդել, որ Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը Պարսից ծոցի երկրների անվտանգությունը չի ամրապնդում, այլ հակառակը, մեծացնում է վտանգները։ Մերձավոր Արևելքում լարվածության աճի զուգընթաց շարունակվում է նաև ռուս-ուկրաինական պատերազմը։ Վլադիմիր Պուտինը պնդում է, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղ երկխոսության, բայց միայն այն իրողությունների հիման վրա, որոնք ձևավորվել են պատերազմի ընթացքում։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ վերջին շրջանում ռուսական ուժերը ակտիվացրել են հարվածները ուկրաինական ռազմական և արդյունաբերական օբյեկտների ուղղությամբ։ Նրա խոսքով դա պատասխանն է Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտներին ուկրաինական հարվածների։ Պուտինը միաժամանակ մերժել է Կիևից ստացվող իր բնորոշմամբ էկզոտիկ առաջարկները և ասել, որ դրանցից որոշներն անընդունելի են Մոսկվայի համար։ Իսկ Ռուսաստանի մի շարք շրջաններում վերջին հարվածների հետևանքով զոհեր և ավերածություններ են գրանցվել։ Ամենածանր հետևանքները Կրասնոդարում են։ Այստեղ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են մասնավոր մանկական կենտրոնի վրա։ Զոհվել է 2 երեխա, ևս 7 երեխա վնասվածքներ է ստացել, 2 մեծահասակ հոսպիտալացվել է։ Հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել նաև Օզոնի մի շարք լոգիստիկ կենտրոններում։ Կրասնոդարում և Մախաչկալայում աշխատակիցները տարհանվել են։ Մախաչկալայում մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Եղանակային ծանր պայմանների պատճառով խնդիրներ են առաջացել Լիտվայում։ Ուժեղ քամիներն ու հորդառատ անձրևները երկրում զանգվածային հոսանքազրկումների են հանգեցրել։ Առանց էլեկտրականության է մնացել շուրջ 155 հազար սպառող։ Ամենածանր վիճակը Կլայպեդայի շրջանում է, խնդիրներ կան նաև Ալիտուսի և Վիլնյուսի շրջաններում։ Էլեկտրաէներգիայի վերականգնման աշխատանքներին ներգրավվել է շուրջ 260 բրիգադ, մոտ 1500 աշխատակցով։ Բնական աղետի հետևանքների դեմ պայքարում է նաև Ճապոնիան։ Տոկիոյում ռեկորդային տեղումներ է հեղեղել են փողոցները, կաթվածահար արել երթևեկությունն ու մետրոյի աշխատանքը։ Եվ վերջում, Չինաստանի մայրաքաղաքում անցկացվում են համաշխարհային խաղերը, որոնց գլխավոր մասնակիցները լինելու են ոչ թե մարդիկ, այլ ռոբոտները։ Անահիտ Սարգսյան, Սվետլանա Պետրոսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։